Մեր հյուրերը որ գալիս էին մեր տուն, մինչև չուտեին բոլորը լավ կուշտ, ոչ մեկին չէր թողում գնային։ Նախ ասեմ, որ այնտեղ միայն լահմաջո չի, անունին չխաբնվեք։ Իմ տղան մի տարեկանից լահմաջո է կերել։ Լահմաջոն դա գաղտնի ռեցեպտով է պատրաստվում, հորս գաղտնիքն է, այո։ Միայն փոխանցել է իր երեխաներին։ Փաստորեն ամուսնուն ասել եք։ Ես մի քիչ գաղտնիք եմ բացահայտում։ Նույնիսկ առաջին օրը մեր բացման հրդեհ եղավ։ Չտեսա ես իրան մի օր, մի վայրկյան, որ ընկճվեր, ասել վсё չենք անում։ Վեշերներդ վերցրեք ու գնացեք, հա, ես այստեղ բիզնես եմ, կգաք հաց կուտեք, այս ժամին կգնաք։ Երևի մի ամիս տենց տևել է, որ գումար չենք վերցնում։ Ուղղակի մարդիկ գալիս են, մենք իրենց սարքում ենք, պապան ասում էր իմ համար կարևոր է ձեր կարծիքը։ Հյուրերից մեկը, որ դրա նախորդ օրը հյուրասիրել ենք, հավանաբար գումար է թողել, ու մենք տենց է չիմացանք ով է։ Մի քիչ գյուղական կոլորիտ ենք ստացել, հենց տենց էլ ասում ենք կիրովական։ Փորձում ենք շատ գնանք դեպի Հայաստան, դեպի հայկականը, հյուրեր ունենք գալիս են, նստած հուզվում են։ Դուրը բացեցի մի անգամից գետնին խալի է փռած ոտքերի տակ։ Շատ հյուրեր ունենք, որ գալիս են, ասում են հենց կարոտում ենք Հայաստան, գալիս ենք ձեր մոտ։ Սանտա Կլայտից քշում ենք գանք, որ փախլավա վերցնենք։ Մենք ունենք հիմա տրեխներ, որ 200 տարվա պատմություն ունի։ Եթե գաք ուտեք, չի կարանաց լինի, որ մի ամիս հետո փոխվի, կամ այսօր մի համ լինի, օրվա երկրորդ կեսին այլ, որովհետև նույն մարդն է սարքում։ Հիմա շատ մեծ նորություն ունենք, որ գալու է։ Ողջույն սիրելի հետևորդներ, բաժանորդներ եւ իհարկե մեր շատ սիրելի հեռուստադիտողներ։ Ես Մերի Մակարյանն եմ, գտնվում եմ կրկին Menu AM-ի տաղավարում եւ այսօր ունենալու եմ եւս մի շատ հետաքրքիր, բավականին երիտասարդ, բայց արդեն խոստումնալից այս գործում մի աղջկա հետ, ով Միացյալ Նահանգներում, այսպես ասած, շարունակում է կամ ստեղծում է այն ամենը, ինչ որ կա Հայաստանում։ Այսօր զրուցելու եմ տուն լահմաջո ռեստորանների ցանցի Լոս Անջելեսյան, ավելի շուտ Բերբանկում գտնվող մասնաճյուղի տնօրեն Մերի Ջանիբեկյանի հետ։ Ողջույն Մերի ջան։ Բարև ձեզ։ Տուն լահմաջոն շատ հայտնի ռեստորան է, որը գտնվում է Հայաստանում, Երևանի կենտրոնում։ Սա ընտանեկան բիզնես է, որտեղ որ բնականաբար գործի գլխում կանգնած է հայրը Էդուարդ Ջանիբեկյանը, մայրը Արմինե Աբաջյանը, որդին Վլադիսլավ Ջանիբեկյանը, Մերի Ջանիբեկյանը, ով արդեն այստեղ է, եւ Մերի ամուսինը Արսեն Սարդարյան, ում հետ էլ այստեղ շարունակում եք եւ հիմնել եք տուն լահմաջո։ Բայց սկսենք Հայաստանից։ Ինչպես ստացվեց, որ որոշեցիք հիմնել նման մի տեղ։ Նախ սկսեմ սկզբից, որ մենք ապրում էինք այդ տանը։ Հյուրասենյակում մեր սենյակն էր, դարձել էր մեր սենյակը, որովհետև այն սենյակը, որտեղ որ իմ սենյակն էր ու մամայի, պապայի սենյակն էր, պապան մի օր որոշում է, որ մենք տեղ բիզնես պետք է սկսենք։ Մենք տեղափոխվում ենք հյուրասենյակ, ունդեղ մենք համենայն դեպս չգիտենք ինչա լինելու։ Պապ ինչ ես անում, չգիտեմ, միշտ այս հարցներ հնչում։ Բայց պապան լավ էր պատրաստում։ Պապան շատ լավ էր պատրաստում։ Ես նույնիսկ հիշում եմ իմ մանկությունից մեր դպրոցական լանչերը, այսպես ասած, պապան էր պատրաստում։ Այդ միսը ինչքան համով էր սարքում, սովորական կամ միս էր տապակած, բայց այնքան համով որ մինչ օրս ես ուզում եմ տենց ստանամ իմ տղայի համար, բայց չի ստացվում։ Հա։ Շատ համով էր։ Կսարքեր, էսե նրա հետ կխառներ, տարբեր, հա։ Ու մի հատ վերջում կստանա շատ համով բան։ Իհարկե խոհանոցը պարզա թե ինչ էր հետո կատարվում, չնայած ինչքան մեծանում էր, արդեն ասում պետքա ակուրատնի անես։ Այս կտրում ես, պետքա հետևիցդ մաքրես։ Okay։ Մի խոսքով սկսեց։ Ես վստահ եմ, որ ինքը հոգու խորքում գիտեր ինչ էր անում, չնայած որ ինչը ստիպեց, որ ինքը որոշի, որ ինքը հենց այդպիսի բիզնես պիտի անի, որովհետև ես գիտեմ, որ դու իհարկե ավելի լավ կպատմես, բայց ես լսելով նախապատմությունը գիտեմ, որ ինքը այնքան համեղ էր պատրաստում, բոլոր ձեր բարեկամները գալիս էին նստում էին ու մի օր որոշեց, որ ինչու մարդկանց չկարողանամ կերակրել։ Ու հենց անունը եկել է այդտեղից տուն լահմաջո,
չէ։ Այո, ինքը առհասարակ այլ բիզնեսներով զբաղվել է եւ զբաղվում է, բայց ըստ իս իր ամենասիրելին հենց ուտեստն է, ու որ ուտեստը ինքը հյուրասիրում է, հաց տալը էլի, հաց տալը, այո, այդ հայավարի ասած այդ հաց տալը։ Մեր հյուրերը որ գալիս են մեր տուն, եղբայրս պատմել այդ պատմությունը։ Մինչև չուտեին բոլորը լավ կուշտ, ոչ մեկին չէր թողում գնային։ Ասում եմ, «Վստահ կշտացենք», չէ։ Մի խոսքով։ Ու մի հատ է կարևոր բան կա, որ ինքը մեզ, այս մի քիչ գաղտնիք եմ բացահայտում, մեզ չէր թողում դրսում ուտել։ Այո, լամաջո ենք ուզում, շաուրմա ենք ուզում, այդ թվականներին մի քիչ շատ տեղեր չկան, չէ՞, ոնց որ հիմա կա, իսկ մենք դե շատ սիրում էինք ուտել, լամաջո, շաուրմա, չէ, հատուկ են տեղեր կային, որտեղից մենք կարայինք միասին իր հետ գնայինք եւ ուտենք, ու ինձ թվում է այդ իր մոտ ավելի շատ բարձրացրեց, որ այ մարդ չէ, բեր մի տեղ անենք, որտեղ որ թողեմ այս երեխեքնել։ Եվ ասեմ ուրիշի երեխեքնել, ինչու որ։ Ուրիշի երեխեքին տղան մի տարեկանից լամաջոյա կերել։ Հիմա աղջիկս 1.5-ից կարծեմ մեր բժիշկներն էին եկել Հայաստանից ու տալիս, ասում ոնց արդեն, ասում եմ ձեր լամաջոն արդեն։ Անցյալ օրը տղայիս տվել եմ մեծ հաճույքով կերել։ 2 տարեկան։ 2 ու ավել։ Այո։ Մի խոսքով ու բաց այդ եկավ իր մոտ ինձ թվում է այդ միտքը, բացի միտեղ որտեղ կզբաղվինք այդ իր հոբի ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, ինքը մարդկանց կհյուրասիրի, միայն գումար վաստակելը չէր ստեղ, ես կարծում եմ, հա, որտեվ այլ բիզնեսներ էլ ուներ։ Եվ հետո բիզնեսը դնելուց առաջ դու չես մտածում կաշխատի, չի աշխատի, այսինքն գումար միանգամից բնական է բոլորս էլ դա ենք հետապնդում, հա, վերջում քաղել պտուղները։ Բայց ամեն դեպքում մտածել, որ միայն գումարի համար, չեմ կարծում այստեղ այդպես է եղել։ Չէ, վստահ եմ, որ չէ։ Ոնց որ հիմա մեզ մոտ Ամերիկայում Ես միշտ ասում եմ, այդ մի քիչ առաջ անցնենք, մեր հյուրերին, մեր աշխատողներին, ասում եմ, սա ուղղակի գումար վաստակելու գործ չի։ Սա ծնողներից ոնց որ եւս մի երեխա է։ Ու ես սենց փայփայում եմ, որ հանկարծ մեր հյուրերից մեկը դժգոհ չգնա, շատ կարևոր է իմ համար։ Նույնիսկ օրեր ա լինում, որ սենց մեր մոտ որ շատ խառն ա լինում, կարող է հաշիվ չստանանք կամ ինչ որ ապրանքներ տանք ու չգրենք չեկի մեջ, ինձ աշխատողները ասում են՝ մի վարքյան չես գրասում, ոչինչ, արագ տանենք տանք, որ հանկարծ հյուրը երկար չսպասի, այսինքն իրականում չի հետապնդում միայն սա գումար վաստակել։ Չգիտեմ, ուրիշ է, չէ, որ ծնողները տեն ստեղծել ու դու դա տեսնում ես, թե ինչ դժվարությամբ ենք եկել դարել այսօր մի հատ մեծ մի բանի, ավելի ուրիշ ձև ես վերաբերում։ Իհարկե, փորձում ես փայփայել ձեր երրորդ լավագին, այսպես ասած, այո։ Տուն լահմաջոն գործում է արդեն Հայաստանում քանի տարի։ 2008 թվականից։ 2008 թվականից։ Համարյա 2 տասնամյակ։ 2 տասնամյակ։ Եվ միայն դուք եք, չէ՞, սեփականատերերը։ Միայն դուք եք։ Երբ զգացիք, նախ ասեմ, որ այնտեղ միայն լահմաջո չի, անունին չխափնվեք, այսպես ասած, այնտեղ բազմատեսակ ուտելիքներ կան, եւ ես անցյալ օրը փորձել եմ ու հիմա վստահ կարող եմ ասել, որ իսկապես շատ համեղ է ընտրելու, ճաշելու համար, անպայման գնացեք ու փորձեք փոքրիկ գողտրիկ անկյուն Երևանում։ Կարծած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ամենասկզբից մեր մենյուն շատ փոքրիկ է եղել։ Լահմաջո ունենք մենք 2 տեսակ լահմաջո, մսով եւ մսով պանիրով։ Միսա վրան պանիր, հա։ Եվ եւս մի 2 տեսակի ինչ որ մի ուտեստ ունենք, հետագայում գնալով իհարկե թե տարածքի առումով մեծացավ,
Պատվալը օգտագործեցինք նկուղը։ Այո, հետո արդեն բակի հատվածում, իսկ հիմա որ իմ ամենացավալին է, որ ես այդ բակի հատվածը չեմ տեսել, նոր է սարքե papan ու էլ այնքան սիրուն է նկարներով եմ տեսել։ Որտեղ է բակի հատվածում են նստում, հենց մեր բակը, հա, չէ, հենց բակում։ Դիմացը մուտքի մոտը, հա, տեսել եմ, ես տեսել եմ։ Իրանի ձեզ։ Հա, ես չեմ տեսել, բայց այնքան մարդ կար, չենք էլ տարբերում ով որտեղ է նստած, որը որ հատվածն է։ Ու գիտեք ոնց է papan դրանից նեղվում։ Մեզ ասում են, այդ աշխարհում շատ լավ է, որ հերթեր են կանգնում։ Ուրեմն մի բան ներկայացնում ես, հա, քեզանից կոպիտ ասած, բայց չէ, papan շատ է նեղվում, որ հյուրերին սպասացնել է տալիս, որ կողահանկարծ երկար սպասեն ու հիմա ես եմ նույն բանը հասկանում իրան, որովհետև հա ինձ ասում են, հəl ինչ հերթ է կանգնած, բայց ես մեջից չեմ կարող ուրախանալ, որովհետև նեղվում է մարդը, չգիտեմ, Գլենդելից քշել եկել է ու հիմա պետքա 20 րոպե կանգնի հերթ, դրա համար փորձում ենք ստեղից ընդեղից սեղան աթոռ վերենք, որ նստեն մարդիկ։ Իսկ միտք կա այնտեղ ավելի մեծացնելու, թե կարծում եք կկորի։ Հայաստանում արդեն արվել են աշխատանքները, ճիշտ է, շատ մոտիկ է, ուղղակի այնքանով է հարմար, որ թե խոհանոցն ընդլայնվե, թե նստելու ներսում եւ դրսում ընդլայնվել են, այո։ Այսինքն նույն տարածքում, թե ուրիշ տեղ։ Մի սրճարան այն կողմ, անկյունային է։ Այո, էլի տուն լահմաջոնը, մի քիչ papan հանգստացել է, որ այդքան շատ մարդկանց չի նեղություն տալի, այո, նեղություն տալիս, եւ 10 օր չտևեց, գիտեք, վերանորոգումը։ Այնքան արագ, հələ չբացված, արդեն դրսի հատվածում մարդիկ նստած էին։ Չգիտեմ, այդ մի հատ մեծ ուրախություն է։ Երբ դուք ընտանիքով հավաքվում եք, երբ ձերոնք գալիս են, ինչ զրույցներ եք ունենում, խոսում եք, հիշում եք այն սկզբի օրերը, սկզբի պահերը, երբ հիմնում եք, երբ դժվարություններ կային, ու հետո հիմա արդեն երբ ընդլայնվում եք, երբ հաջողել եք։ Հիմնականում եղբորս հետ եմ խոսում, ավելի շատ խոսում ենք այն բանի մասին, թե ինչի միջով անցա մեր ընտանիքը, papan, հա, ինչի միջով է անցել, այ հիմա հետաքրքիր է մարդկանց։ Ունենալով բիզնես մտածելակերպ, հա, բայց չունենալով հենց ռեստորանային բիզնես, որ կարծում եմ նամանավանդ այս դարում այնքան ինֆորմացիա կա, պետք է իմանաս ոնց ճիշտ օգտագործես, չէ։ Ինքը մտավ առանց վախի այդ ռեստորանային բիզնեսի մեջ։ Այսինքն ինքը գիտեր ինքը համով հաց է կարում, դա ու մտավ, բայց կարծում եմ ինքը հաշվի չէր առել շատ խնդիրներ, թե տեխնիկական, հա, թե հարկային դաշտի եւ այլ, որից ինքը տեղեկություն կարծում եմ, չգիտեմ, ունեցել է թե ոչ, դե ես այդ տարիքում դեռ փոքր էի, հա, բայց հիշում եմ, գիտակից տարիքում էի, ամեն օր, սա, նա, այս խնդիրը, այն խնդիրը, բայց ինքը երբեք ես մի օր չեմ տեսել, որ ընկճված լինի, նույնիսկ առաջին օրը մեր բացման հրդեհ եղավ շենքում, բայց խնդիրը կարծում եմ մեզնից էր, մինչև չգիտեմ որ հարկ բարձացավ, papan ու ընկերները ովքեր եկել էին, հա, այդ օրը ամեն ինչ արեցին արագ, մի քանի րոպե, բայց ես օրինակ տենց մի հատ վթար որ տեղի ունենար, ես կա վсё նստեի լացեի, արդեն վայ վсё չէ, չտեսա ես իրան մի օր, մի վայրկյան, որ ընկճվեր, ասել վсё չենք անում։ Կամ լիքը տեխնիկական խնդիրներ են տեղի ունեցել, որ շատ-շատերին կարար հետ պահեր, ասել չենք անում, կամ չենք ընդլայնվում, կամ դրսի հատվածը, որ շատ ժամանակ խնդրահարույց է եղել, էլի գնացել է առաջ։ Իսկ դու նման չես իրեն, հա, այդ տեսակով։ Ես փորձում եմ ու շատ շփվում եմ իր հետ, ինչքան որ ստացվում է ֆիզիկապես, եթե չէ ամեն օր հեռախոսով, խոսում եմ անդադ, հարցնում եմ, բայց ոնց, բա դու ես ոնց կանեիր, բան ոնց կանեիր, գիտեմ որ հստակ կասի, այս լուծումը սա է։ Իսկ մաման ինչ գործառույթ ունի այդտեղ։ Մաման շատ կարևոր, ոնց որ բոլորի մայրերը, ոնց որ ասում են հզոր տղամարդու կողքին ավելի հզոր կինա, չէ, կանգնած։ Թևու թիկունքն է, ոնց հասկացա։ Այո։
սկզբնական հատվածում ոնց որ նշեցի, ոչ մեկը չենք հասկանում ինչա դառնում։ Նույնիսկ անցնում ենք, մենք դիմացի շենքում ենք տունը վերցրել, որ տեղից արդեն տեղափոխվենք, որտեղ անհարմար էր, ասես դուրս վերցրեք ու գնացեք, հա, ես այստեղ բիզնես եմ, կգաք հաց կուտեք, այս ժամին կգնաք, հա։ Մենք տեղափոխվեցինք այնտեղ, մեկ մի օր անցնում ենք, տեսնենք ինչ-որ փայտերից բան գովազդ է դրվում, գրածա վրան տուն լամաջոն։ Մամ, էս ի՞նչ է, մամա հետ եմ անցնում, ասում չգիտեմ։ Շատ ծիծաղալու էր, եկավ հստակ չեմ կարող ասեմ ինչքան է տևել այդ շրջանը, բայց պատերից սկսած արել է իր ձեռքերով։ Նույնիսկ մի հատ սալիկ կա, որ ես եմ դրել իմ ձեռքով, շատ ցած հպարտ հիշում եմ այդ տեղը։ Պատերը հիմնականում ասեմ, ոչինչ ավելորդ արված չէր։ Ինքը ուղղակի ներկեց, սվաղը հանել էր ու տակը մնացել մեր տուֆը։ Հայկական քարը, այսինքն այն ինչ որ ձեր տանը կար, այդպես մնացել էր։ Իսկ ներսի այդ իրերը, որոնք որ ստեղծում են հայկական կոլորիտը, հին ժամանակներն են հիշեցնում, դա այդ գաղափարը որտեղից եկավ։ Լավ, ձեր տունը, հա, անում ենք, բա ներսի իրերը էլի իրանն է այդ գաղափարը, մինչ օրս ինքը նոր իրեր է հայթայթում գյուղերից։ Իրականում մենք ունենք հիմա տրեխներ, որ 200 տարվա պատմություն ունի, 200 տարվա։ Հիմա ես շատ խնամքով իրան պահում եմ մեզ մոտ, այստեղ այո, Ամերիկայում, թե խալին, այնպիսի հնություններ ա գտնում գյուղերից, շատ հեռու, չգիտեմ, կգնա ինչ-որ մեկ կբերի, նայեք ինչ եմ գտել։ Եթե իմիջիայլոց ունեք այդպիսի անտիկ իրեր, ապա կարող եք չեք ընդունեք, վերեք, եթե ձեզ իհարկե պետք չի, մեզ պետք է ոնց հասկացան։ Այո, հայկական, տենց մի հատ սիրուն անկյունը կգտնի այնտեղ։ Այո, մի հատ պատմություն պատմեմ, Էջմիածին գիրք, որ բոլորիս տներում կա, չէ։ Այստեղ միտեղ հայրից մեկի տուն էինք գնացել ու տեսա այդ իրանց տանը։ Հիմա դեռ չկար տուն լամաջոն։ Հիմա չգիտեմ ոնց ուզեմ, ասեմ կտակ սիրուն չի, բայց այնց տպասում եմ, որ այդ իրանց այդքան էլ անհրաժեշտ չի, ու նեղվում եմ, որ դա տենց դրած է։ Հետո ուժերս հավաքեցի, ասեցի խնդրում եմ, եթե կարելի է, կարամ նայեմ, այդ կինը մի անգամից հասկացա, որ մեծ հետաքրքրություն ունեմ, ասեց ես կարող եմ դա նվիրել քեզ։ Ահա։ Ասեցի մեծ սիրով։ Հիմա ձեզ մոտ մեր մոտ դրված է։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Հետո պապան ստեղծեց կոլորիտը, սկսեց պատրաստել, ինչպես գտավ մարդկանց, ովքեր կօգնեին իրեն եւ ովքեր հմտորեն կվերցնեին իր ձեռքի ունակ շնորհքը, հա, իր բերանի համը ու փոխանցել են ամեն ինչ որ ինքն է ուզում տալ։ Այո, այդ ամենը կարող են անեն միայն պրոֆեսիոնալները, որ շատ դժվար է մինչ օրս նաև ստեղ գտնելը իրանց, բայց փառք Աստծո, մենք գտանք, աշխատեցինք միասին։ Ոնց եք անում, գտնում եք, սկսում եք իրենց հետ պարապել, սովորեցնել, որ ստանաք նույնը։ Այստեղ, այո, բայց այնտեղ շատ փոքր չեմ եղել, բայց հստակ այդ փուլերը չեմ հիշում։ Չէ, ինձ գիտեք, գաղափարն է հետաքրքիր, օրինակ ասենք ես գնում եմ միտեղ ու ուզում եմ ուտել նույն լահմաջոն, նույն մարդու սարքածը, հա, ես հավանում եմ դա։ Բայց չէ որ տարբեր մարդիկ են աշխատում, այդ մարդը չի կարող հասցնել անընդհատ նույն բանը պատրաստել։ Ոնց են անում, որ նույն համը ստանան։ Օրինակ հենց լահմաջոն, մի այլ պատմություն լահմաջոն ճաշերը, օրինակ մենք ունենք հիմա այստեղ կանայք, մայրիկներ, տատիկներ, ովքեր սարքում իրենց երեխաների համար, հա։ Մեր հենց շեֆ խոհարարը ու մեր մյուս աշխատակիցները, այսքան տրվում է ռեցեպտը, բաղադրատոմսը, ու բոլորը պատրաստվում են այդ նույն բաղադրատոմսով։ Լամաջոն դա գաղտնի ռեցեպտով է պատրաստվում, հորս գաղտնիքն է, այո։ Միայն փոխանցել է իր երեխաներին։
Դա մեր ընտանիքի անդամները միայն գիտեն, այստեղ պատրաստում ենք ես ու ամուսինս, հիմնական ամուսինս։ Պաստորեն ամուսնուն ասել եք։ Դե մեր ընտանիքի իհարկե անդամ է արդեն, այո, լիիրավ անդամ է։ Ամեն առավոտյան ինքը իր ձեռքով պատրաստում է ֆարշը։ Օ, ինքը այստեղ ինքն է պատրաստում։ Այո։ Ամեն առավոտյան երեխաներին տանում ենք դպրոց ու գնում ենք շուկա ասվածը, հա, ամեն առավոտյան թարմ պետքա միսը լինի, հա, եւ մնացած բաղադրիչները իհարկե գալիս է պատրաստումը, արդեն շատ է լինում, որ օրվա երկրորդ հատվածին էլա պետք լինում, որ պատրաստի։ Չգիտեմ ինչքան կստացվի դեռևս, որ միայն մենք պատրաստենք, եթե գաք ուտեք, չի կարանաց լինի, որ մի ամիս հետո փոխվի, կամ այսօր մի համ լինի, օրվա երկրորդ կեսին այլ, որովհետև նույն մարդն է սարքում, հա։ Դա լամաջոյի վերաբերյալ։ Իսկ ճաշերը ունենք մեր բաղադրությունը կամ գալիս են ինչ-որ տան կանայք, հա, այսպես ասած, համով մի հատ բան են սարքում։ Իհարկե, մտնում է մենյու։ Հնարավոր է մենք անենք ինչ-որ փոփոխություններ, հա, սպաս օրինակ, չգիտեմ, ինչ-որ մի կին գալիս է, այս տարբերակն առաջարկում, փորձում ենք շատ համով։ Շատ գլոբալ փոփոխություններ չենք անում, բայց փորձում ենք նրանց անենք, որ հայրիկ հիմքին հիմնականում հայ, ես ասում հայերի, բայց ասում եմ, չես մտածում դու ամերիկացիների, ու ես միշտ իրանց ասում տուրիստներն էին եկել, հետո ասում, բայց ոչինչ, որ ես եմ ստեղ տուրիստ։ Ուղղակի այդ պատերի մեջ այնքան ինձ Հայաստանում եմ զգում։ Մեր ինձ թվում է սա քո փրկությունն է եղել, դիմակայելու այդ կարոտին, այնտեղ չգնալու։ Ինչպես որոշեցիք, որ այստեղ էլ հիմնեք, հաշվի առնելով այնտեղի հաջողությունը, որն է պատմությունը։ Շատ ճիշտ նշեցիք, Մերի ջան, սա իմ փրկությունն էր, որովհետև այդ կարոտը հայրենիքի շատ ուժեղ էր, շատ մեծ էր, ու պապան դա տեսնում էր։ Ու էդ էլ երևի իր մոտ միտքը ծագեց, որ չէ, այս երախուն պետքա փրկել։ Էլի պապա։ Էլի պապա։ Իդեպ ողջունում ենք։ Ու հուսով ենք շուտով կհանդիպենք։ Միշտ եմ ասում, արի, ասում, բայ ում թողեմ, բայ ինչ անեմ։ Մեր կռիվն է դել։ Տարածքներ սկսեցինք հնդրտուքով զբաղվել, որովհետև շատ սովորական տարածք, ոնց որ հիմա շատ հաճախ անում են պլազաներում, այդ տարբերակը չենք քննարկում։ Ոնց որ Հայաստանից որ եկել ես, այնտեղ մի քիչ այլ է, չէ՞, այդ կուլտուրան, չենք պատկերացնում պլազայում, չնայած հիմա որ մենք էլ ենք օգտվում, հա, որ ունենա իր parking ասվածը, իր դրսի հատվածը, ներսի հատվածը, ու չշտապեցինք, բայց ինչ որ մի օր պատահականության սկզբունքով պապա ինքերն է զանգում, որի հետ ստեղ ենք ծանոթացել, ասում է տարածք եմ գտել, եկեք նայեք։ Ես ու ամուսինս գնում ենք, բայց էլի այն մտքով որ հեսա հետ ենք գալու, չենք հավանելու։ Դե ես գնացի, իհարկե ես չհավանեցի, շատ ինքը։ Չասես պապան է ասել վերցրեք։ Իհարկե։ Գիտեք ինչ ամայի տեղ էր, խուլ, ոչ մեկ ոչ քայլում էր, ոչ կողքը այլ բիզնեսներ կար, ոչինչ չկար։ Ու որ չասած վերցրեք։ Ասած ոնց, շարժ չկա, շունչ չկա։ Թե ոնց այդ նորից ինքը բիզնես մտածելակերպը աշխատեց ու հասկացա, որ շունչը պիտի դուք լինեք ու շունչը պիտի դուք տաք։ Երևի։ Այդ մարդկանց մոտ պատահական չի լինում, գիտես, այդ ամեն ինչը արդեն վստահ եմ դրանով, հա, ասենք ես ինչի ես չեմ զբաղվում, այլ չգիտեմ, ինքն է զբաղվում կամ մեկ այլը ով էլի հաջողել է։ Մի խոսքով, ասած վերցրեք, վերցրեցինք տարածքը ու սկսեցինք շատ մեծ շինարարություն, որովհետև հատակը ոչինչ արված չէր, պատերը ոչինչ արված չէր, հին կահույք եւ այլն։ Ամեն ինչը փոխել ենք։ Մեզ գալիս են ասում են, ինչ եք անում, խեք անում, փուրը դրեք աշխատեք, ասում ենք չէ, ոնց։ Տան նման ենք սարքել, իրոք տան նման ու դեռ սարքում ենք, դեռ աշխատում ենք ամեն օր մի նոր բան, ամեն օր։ Հենց երեք նոր հեռուստացույց ենք դրել Հայաստանից, պապան ուղարկել է, փուճուրիկ շատ, հին շատ հեռուստացույց։ Բայց աշխատում է։ Նույնիսկ չեմ փորձարկել, երեք վերել որպես դեկոր, հա։
ու գնում է շինարարական աշխատանքները, այդ սկզբնական շրջանում մաման ու պապան ստեղ էին, ամուսնուց հետ այդ ամեն ինչ անում էինք, հետո իրանք գնացին, պետքա գնային Հայաստան, ու հետ են գալիս համարյա թե վերջացրել էինք արդեն, բայց շեշտեմ, որ ամեն ինչը նորից մեր ձեռքերով ենք անում։ Այսինքն ինչ ես տեսնեմ իմ մանկության շրջանում, նույնը հիմա իմ ամուսինն էր անում։ Այն ժամանակ պապան էր անում իր ձեռքերով, սեղան աթոռը, լույսերը, սաղ նորից սարքել է ամուսինս, սկզբնական շրջանում պապան էր օգնում, հետո եղբայրս միացավ։ Մի խոսքով նորից արվել է ընտանիքի ուժերով։ Նույն բանը։ Ու շատերը գալիս են ասում, չենք տարբերում, ոնց որ նույնն է, այդ ամենակարևոր նախադասություններից մեկն է, որ լսում ենք։ Ու գնում է դեռ շինարարական աշխատանքները, մեկ է գալիս են հյուրերը։ Լամաջո ենք ուզում, ասում ենք կներեք, փագենք։ Վերջում նստած ենք, հա, այնտեղ մեր հայտնի սեղանն է, որ շատերը սիրում են, նախընտրում են այդ սեղանին։ 1, 2, 3 եկան, պապան ասաց, սենց չի լինի, վեր կացեք լամաջո տվեք այս մարդկանց։ Ասում պապ, ինչ ես խոսում, մենք շինարարություն աստեղ գնում, Արսենը սեղան է սարքում, ասում վсё, թողում ենք, գնանք լամաջո սարքենք։ Ասում մարդիկ գալի հասնում են, ու մենք ընդհանրապես գովազդ էինք արել, որ տուն լամաջոն գալիս է Լոս Անջելես, դեռ չի հասել։ Ու մարդիկ սկսեցին գալ։ Պապան ասում է գալիս են, կա մարդը քշել է, ես ինձ որտեղից եկի ասել դու ոնց ես ասում չունեմ լամաջո, բայց չունենք, չէ՞ դեռ։ Պետք է անենք։ Ու այդ տենց ենք սկսել։ Հետևի հատվածում անում ենք շինարարություն, դիմացը ես ու ամուսինս լամաջոն։ Հետո սկսեցին ավելի շատ անալ մարդիկ, բայց մենք ոչ աշխատող ունենք, ոչ մաքրուհի ունենք, ոչ մատուցող ունենք, չունենք ոչ մեկին։ Մեր ընտանիքով ենք ու իմ 2 երեխաներ։ Մաման դուրս է գալիս մոտակա խանութներից Ադնարազովի մի անգամ ամեն անգամ օգտագործման սպասքա ձեռք բերում, չգիտեմ, բաժակներ, ափսեներ, պապան աղջկաց գիրկը մատուցում է, մի ձեռքը գիրկը գաբին, մյուս ձեռքով մատուցում է լամաջոն, ես ու Արսենը լամաջոն ենք պատրաստում ներսում, տղաս մատուցում է։ Իսկ մարդկանց ռեակցիան ո՞րն էր։ Հայերը միշտ շատ ոգևորում էին։ Նույնիսկ շատ դեպքեր են եղել, ասել տվեք մենք երախուն պահենք, դուք ձեր գործը արեք, շատ է տենց լինում։ Իհարկե շատ դեպքեր են եղել, որ չեն հասկացել, այդ իրանց չի հետաքրքրում իրականում, չէ՞, եթե դու բացել ես, չգիտեն իրականում պատմությունը, իրանց մեղադրելու չի։ Եթե արդեն քո դռները բացել եմ սպասարկի։ Եղել է որ չեն հասկացել, բայց չենք նեղացել։ Նույնիսկ դեպքեր եղել, հա, ու նշեմ, որ այդ սկզբնական շրջանում գումար չէինք վերցնում։ Երևի մի ամիս տենց տևել է, որ գումար չէինք վերցնում։ Ուղղակի մարդիկ գալիս են, մենք իրանց սարքում ենք, պապան ասում էր իմ համար կարևոր է ձեր կարծիքը։ Ու նույնիսկ մի հատ դեպք պատմեմ, օգտվելով առիթից, մի օր գալիս ենք դուռը բացում ենք, տեսնում ենք գետնին ծրար է դրած։ Ու մեջը գումար։ Այսինքն մեր հյուրերից մեկը, որ դրա նախորդ օրը հյուրասիրել ենք, հավանաբար բերել է գումար է թողել, ու մենք տենց է չիմացանք ով է։ Բայց շատ սիրով կուզենամ իմանամ ով է։ Հայտնվեք, խնդրում եմ արձագանքենք ծրարի տերը ով է։ Այո։ Մի խոսքով այդտենց սկսվեց։ Մենք լամաջո էինք պատրաստում ներսում, ծնողներս սպասարկում էին, հետո հասկացանք, որ էլ չենք կարողանում։ Եկան մեզ օգնության մատուցողներ, մենեջեր արդեն ունենք, մի կին եկավ, ում հետ մինչ օրս աշխատում ենք, համով ճաշերն ենք պատրաստում, շատերը գալիս են երեկոյան մի հատ տաք ճաշ են ուտում ու գնում են տուն, ասած որ մամայի սարքած ուտենք, գնանք տուն։ Մենք երեքով էինք արդեն խոհանոցում, ասել, խոսելով, շատ դրական էմոցիաներով ենք սկսել այս ամեն ինչը ու կարծում եմ, որ ընթացքն էլ նույնպիսին է կլինի։ Գիտես, այս ընթացքում երբ խոսում էիր, միշտ ինձ ասում են, եթե ուտելիքի պատրաստման ընթացքում կամ մեջ սեր ես ներդնում, ուրեմն ինքը համեղ կլինի, ու ես ասում եմ երեխաներիս համար պատրաստածը վստահ եմ համեղ կլինի, ամուսնուս չեմ ասում, որտեղ ինքը չի հավանում իմ պատրաստածը ամեն դեպքում, բայց հիմա արդեն մի տեսակ սկսեցի դրա մասին մտածել ու հավատալ, որ դա ճիշտ է ձեր դեպքում։ Սեր ես տալիս ու ստացվում է
ստացվում է համեղ, այո, հետագայում արդեն աճում ես, բարձրանում ես, աշխատողներ, միասին սովորել, պատրաստել շատ հաճելի գործընթաց է։ Շատ, այո, եթե սիրով ես անում, ինչ էլ անես սիրով, ընթացքը ավելի հեշտ է լինում, կարծում եմ։ Մեր իսկ ձեզ մոտ առաքում կա։ Այո, արդեն ունենք։ Բոլոր ճաշատեսակները առաքում եք։ Այո։ Որը որ հնարավոր է։ Հա։ Օրինակ կերուսուս առաքում եք։ Այո, անպայման։ Ու գիտեք, փորձարկել ենք մենք, պատրաստել ենք, դրել ենք տարաների մեջ ու տարել ենք, չգիտեմ, ես իմ ընկերուհուն, որ ապրում է 20 րոպե հեռավորության վրա, որ տեսնեմ ոնց է հասնում։ Նույն լամաջոն, աջարական, ամեն ինչը։ Մտավախություն կար սկզբում, որ կարող է լամաջոն արդեն այն չլինի ու դուր չգա մարդկանց, բայց իհարկե նույնը չի ինչ որ տեղում փարից հանվի ուտես, բայց չէ, նորմալ հասնում է, նույն կերուսուս, այո, ամեն ինչը առաքում անում ենք։ Իսկ որ տեխնոլոգիաների հետ եք աշխատում, ինչպես կարող են պատվիրել ձեզնից։ Դեռևս կա մեզ մոտ Uber Eats եւ Grubhub։ Բայց դեռ կընդլայնվենք, վստահ եմ։ Իսկ լինում է, որ ձեզ մոտ պատվիրեն, օրինակ, ինչ որ առիթների համար, այսինքն ողջ առիթը դուք սպասարկեք։ Հա, բայց դեռ տեղում, հա, այսինքն ծնունդներ, միջոցառումներ։ Օ, ձեզ մոտ կարելի է ծնունդ։ Հա, շատ սիրուն հայկական ծնունդներ ենք կազմակերպում։ Բա ոնց եք այդ սեղանները շարում, այդպես նստում են առանձին։ Հայաստանում, չէ, ոնց որ Հայաստանում։ Երկար դնում։ Այո, իշավոտնուկների նմանեցված տարբերակով։ Հա, փորձում ենք շատ գնանք դեպի Հայաստան, դեպի հայկականը, հյուրեր ունենք գալիս են, նստած հուզվում են։ Զգում ենք մեզ Հայաստանում։ Այդ նախադասությունից կարևոր նախադասություն, ոնց որ ամեն ինչ անում ես այդ նախադասության համար, ոնց որ ես ինձ զգացի Հայաստանում ու նույնը փոխանցվեց մեր հյուրերին։ Հաջողությունը դրա մեջ է, կարծում եմ։ Իսկ երաժշտություն կա։ Անպայման հայկական։ Դուք միացնում եք կենթանի։ Դեռևս այո, բայց ես մոտապագայում ունեմ նմանատիպ, այո, հայկական։ Գիտես ինչպես հարցը ծնվեց, այն որ հայկական ուտելիք, հայկական կոլորիտ, բա հայկական երաժշտությունը։ Իհարկե։ Այո, ուղղակի տարածքը ում հետ դեռ խոսել եմ, ասում են փոքր է։ Հա, կենթանի երաժշտության համար փոքր է, բայց ես միշտ այն մտքին եմ, որ չէ, միևնույնն է կստացվի։ Ու կարծում եմ որ կստացվի։ Ինչ գործիքներ եք բերելու։ Թե դեռ չեք ուզում ասել։ Դեռ հա, դեռ մի հատ կմախք ունենամ գոնե նոր։ Դա մտնում է ձեր ապագա պլանների մեջ, չէ՞, տարածքի հետ կապված մեծացնելը, փոփոխությունները։ Տարածքը գիտեք միշտ ասում են, չեք ուզում մեծացնել։ Իհարկե ուզում ենք, բայց նոր եք բացվել։ Նոր ենք բացվել, հա, բայց ռեսուրս որպես այդպեսին շատ դժվար է։ Միայն այն տարբերակը որ ասեմ, հիմնականում լինում ենք ես ու ամուսինս, ճիշտ է, հիմա կարում ենք ոչ միայն այս ռեստորանը, նաև մենք ունենք մեր կյանքը, չէ, երեխաներ, դպրոց, մանկապարտեզ, պարապմունքներ, պետք է այդ ամեն ինչը հասցնենք։ Այդ ամեն ինչ անում ենք միայնակ, տատիկ-պապիկներ ցավոք սրտի չունենք մշտական այստեղ, դա է խնդիրը, որ եւս երկրորդը մի քիչ ավելի բարդ է, որովհետև պատասխանատվությունը կա, չեն կարող ասել, դե լավ է, վերցրու, բացենք, ինչ որ մեկը թող զբաղվի, չէ։ Եկեք ձեր երեխեքը մի քիչ թող մեծանան։ Այո։ Մի քիչ իրենց հետ զբաղվեք, մենք կսահմանափակվենք նրանով ինչ որ ունենք։ Տարածքը հնարավորին չափ մեծացրել ենք, հետևի հատվածում էլ մի քիչ գյուղական կոլորիտ ենք ստացել, հենց տենց էլ ասում ենք կիրովական, որ մատուցողներով միասին խոսում ենք, մի հատ կիրովականի սեղանը նայ։ Բայց ձեր սանհանգույցում կար խալի։ Այո։ Առաջին անգամ տեսա, գուցե ես չեմ հանդիպել, բայց շատ հետաքրքիր էր։ Դուրը բացեցի, մի անգամից գետնին խալի ա փռած ոտքերի տակ։ Հետաքրքիր է։ Ամեն օր ինչ որ նոր փոփոխություններ մտածում եմ ու հիմա շատ մեծ նորություն ունենք, որ գալու է։ Ինչ։ Հայկական։ Հիմա չեմ ուզում։ Չբացեմ։ Չեմ սիրում, որ ասում են ինչ որ միշտ ես ձեզ առանձին կասեք, լավ հետաքրքրությունս բավարարելու համար իսկ դուք սպասեք, որովհետև շատ ինչ որ շատ սիրուն եմ այդ արարողությունը պատկերացնում։ Ու շատ վստահ եմ, որ հայերին դա շատ դուր է գալու։ Այսինքն հրավեր եք անելու։ Անպայման։
Okay, սովորական մարդիկ, ովքեր ձեզ չեն ճանաչում, ուղղակի հաճախորդներ որպես կարող են գալ։ Իհարկե։ Կարծում եմ ինֆորմացիան կկարողանանք ժամանակին տեղ հասցնել, բայց դու ինձ հետո կասես, հա։ Անպայման։ Քանի աշխատող ունեք։ 20։ 20։ Այո։ Տարածքից շատ է։ Պատկերացնում եք, նույնիսկ տեղ չի լինում անցնելու, բայց չգիտեմ, ճիշտ է թե սխալ, հիմա փորձում ենք ամեն ինչ անենք, որ հանկարծ հյուրը իրան վատ չզգա, որ միշտ հասցնենք, չնայած լինում է թարմությունը ապահովելու համար, հասցնելու համար, թերևս դա է ճիշտ որոշումը, չէ՞։ Հոսանք, այո, հոսանք, բայց լինում է ասում են, այնքան շատ աշխատող ունենք, չենք կարող մտնենք ներս։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Մենք իհարկե փոքրիկ Հայաստան ենք ստեղծում, բայց մենք գտնվում ենք օտար երկրում եւ ինձ հետաքրքիր է օտարների արձագանքը ձեր ստեղծածին եւ աշխատում եք արդյոք հայտնիների հետ, մարդիկ ովքեր որ ձեզ կօգնեն, չնայած որ ոնց հասկացա օգնության կարիք առանձնապես չկա, բայց գովազդը դա շատ լավ բան է։ Միանշանակ հայ մեր մենք հովանավոր ենք իրանց հաղորդումներին, իրանք մեզ գովազդ են անում, մհերն ու Արանեն դեռ չբացված միշտ իրենց հետ ենք մենք աշխատել, իդեպ իրենց է շատ շնորհակալություն, հետո շատերը գալիս են ասում, մհերը ասելա բացվել եք ու գալիս էին, մհերը ասելա եկել ա տուն լամաջան, օքեյ, իհարկե շատ շնորհակալություն իրենց է, որ իրենց միջոցով շատերը իմացան, որ տուն լամաջան եկել է, բայց մի հատ շատ հետաքրքիր բայց, որ մինչ օրս չեմ հասկացել, եղբայրս ասում է, քո տվյալները տվել եմ LA Times-ի օպերատորին։ Okay, ինչի համար։ Ասում եմ, մենք գան նկարահանեն մի որոշ ուտեստներ, որ իրանք ընտրել են, պետքա գան նկարահանեն։ Շատ լավ, իհարկե մեծ սիրով ուրախություն, ողջավորություն։ Մի քանի ուտեստներ գրել էին, որ մենք պատրաստ էինք նախորդ, որտեղ ձուկ էին ուզել փռուն, որ երկար է տևում, հա։ Մենք պատրաստեցինք, իրանք եկան, որ նկարեն, ասցին պետքա family նկարել անենք։ Ասում եմ, ոնց family, ես ընդհանրապես պատրաստ չեմ LA Times-ում տեղ գտնել, բայց ունես նման առաջարկ, ինչպես կարող ես մերժել, չէ՞։ Իհարկե, ցավս այն էր, որ ընտանիքիս անդամները այստեղ չէին, տղաս դպրոցում էր, աղջիկս մանկապարտեզում էր, ինչքան հնարավոր էր արագ իրանց բերեցի, չնայած աղջիկաս չհասցրեցի, որ իրանք էլ լինեն, մինչ օրս չհասկացանք ոնց, ինչի, շատերը մտածում են, ինչքան գումար եք տվել, ասում նույնիսկ տեղյակ չենք ոնց են իրանք, ինչի են իրանք ուզում ես նկարել։ Բայց ոնց իրենք իմացան ձեր մասին։ Ես չգիտեմ։ Եղբորդ միջոցով։ Իրան գրել էին, ոնց կարանք գանք նկարահանումներ անենք։ Ինքն ասել ես ցավոք այդտեղ չեմ կտամ քրոջս տվյալները իր հետ կապնվեք։ Համեղ ուտելիքները տես ուր են հասնում։ Հա, ու ունենք ամերիկացիներ, որ գալիս էին թերթերով։ Ես մտածում եի լավ հիմա ով է թերթ կարդում, բայց փաստորեն չէ թերթերով գալիս էին, ասում են մենք սա ենք տեսել, այս հոդվածը ու նշված է, որ սա շատ համով է, մենք դա պիտի փորձենք։ Մի երկուսից կարողացանք այդ թերթը վերցնել, հիմա մեզ մոտ փակցրված է, որովհետև փաստորեն այստեղ թերթեր չեն վաճառում, ես դա էլ չգիտեի։ Ես հավատում եմ օրինակ, թե հեռուստատեսության ուժին, թե լրագրության հետ կապված, եթե ինչ էլ որ կա, ինչ էլ որ տպագրվում է այսօր, դրանք ուժ ունեն հաստատ։ Եվ հիմա ավելի մեծ թափ են էլի արել, մի պահ կանգ առավ, չէ, ասում են ոչ մեկ հեռուստացույց չի նայում, բայց ես մեկա վստահ եմ, որ նայողը նայում է, կյանքը ցույց տվեց, որ կարդացողը կարդում է, այնպես որ շատ հաճելի է նաև։ Ինքն մեծ ուրախություն էր զանգել փոփեն, «Պապա, մենք տելևիզորով մեզ ցույց են տալ»։ Այդպես։ Իսկ դեսերտի հետ կապված անցյալ օրը որ ձեզ մոտ էի, դու մի արտահայտություն արեցիր փախլավայի հետ կապված, ասացիր, որ դա մամայի մենաշնորհն է։ Այո։ Ինչպես է ստացվել ու ինչ կապ ունի մաման փախլավայի հետ։ Ասում եմ մաման, պապան մի տեսակ շատ մտերմիկ է ստացվում, բայց դուք եք մեր մաման ու պապան։ Այո։
Քանի դեռ մենք օտար երկրում ենք, բոլորի մամաները մեր են, այո։ Ես իրականում ասեմ, իմ մաման էլ է շատ համով պատրաստում։ Ճիշտ է, հիմա կնեղանա, որ ասեմ, բայց շատ ուշ արդեն ցավոք սրտի պատրաստում, դեռ ամբողջ օր ընդեղ ենք ու հիմա նույնը ես տանը շատ հազվադեպ եմ պատրաստում։ Շատ համով էր սարքում, կլիներ դա դեսերտ, թե ուղղակի ճաշ, հա, շատ համով էր պատրաստում։ Ու այստեղ եկավ փախլավան սարքեց, ասեց սենց ենք սարքում փախլավան։ Ու այնքան սիրեցին, նույնիսկ մարդիկ զանգում էին, ասում ենք Santa Claus-ից քշում ենք գանք, որ փախլավա վերցնենք։ Լուրջ, շատ սենց։ Իսկ տեղյակ է մաման, որ իհարկե, հա, միշտ ինքը նայում է, հետևում է, այսօր այսքան եք ծախել, այնօր այնքան, հա, ու ոգևորվում է։ Ամեն օր տեսազանգով խոսում եք միասին։ Տեսազանգով, իհարկե։ Մերի, իսկ կուզես, որ քո երեխաները այսպես ձեր գործը շարունակեն, պապայի ստեղծածը։ Դա կլինի մեծ երջանկություն, որտեվ ամուսինդ ինքնըստինքյան եկավ ընկավ այդ ամեն ինչի մեջ, որ ինքը երևի չէր էլ պատկերացնում, որ ինքը պիտի խոհանոցում լահմաջոյի ֆարշը բռնի։ Ինքը Հայաստանում շենքեր էր սարքում, ընդհանրապես կապ չունեցող, հա, իր հետ։ Բայց հիմա սիրով է անում։ Հա։ Դա շատ։ Որ ուտում եմ, ասում եմ, այսօր շատ համով է, դրանից ավելի ողջևորվում, բայց իրականում դա ասում են տղամարդու ձեռքը համով է, չէ՞։ Միանշանակ։ Ես համաձայն եմ։ Իմ դեպքում էլ ես միանշանակ վստահ եմ, որ խոհանոցում տղամարդիկ ավելի մանավանդ այդ մսային ճաշատեսակները իրենք նենց լավ են կարողանում բռնել։ Համաձայն եմ։ Չնայած չնեղացնելու համար ասեմ, որ շատ կին խոհարարներ կան, որոնք այն մեր տատիկները, մայրիկները, այո։ Նույնիսկ սովորական կարտոֆիլը տապակած ինչքան համով է, չէ՞ լինում մեր տատիկների։ Այս տարի որ տուն էինք Հայաստան էինք գնացել, դե ամեն օր դուրս ես գալիս, աշխատում ես դրսում գնալ, տեսնել վայրեր, այնքան մեկը մեկից սիրուն ու լավ տեղեր կա։ Մի օր առավոտյան պիտի դուրս գայինք, մամային ասեցի, մամարի այսօր դուրս չգանք, ասեց, բա ինչ անենք, ինչ ուտենք, ասեցի, կարտոֆիլ եմ ուզում տապակես։ Մամայի պատրաստածը, այնքան հաճույքով կերանք ու տանը մնացինք այդ ժամանակ։ Գրացում եմ։ Չգիտեմ, գիտես քեզ համար առավել դժվար է, որովհետև նախ հիմա չես կարող գնալ ու այդ զգացողությունը որ չես կարող, հետո այդ ամեն ինչը ինչ որ այնտեղ ստեղծվել է, հիմա այո, ճիշտ մխիթարություն է այստեղ գտնել քոնը ու զբաղվել նույնով ինչ որ զբաղվում ես այնտեղ ու մտնում ես ձեր տարածք, ոնց որ տեղափոխվես մի հատ քոտոն մեքենայով այնտեղ Հայաստան։ Այո։ Շատ լավ գործ է ու քեզ էլ կարծում եմ որ օգնում է, իրոք փրկություն էր դա։ Ու շատ հյուրեր ունենք որ գալիս են, ասում են հենց կարոտում ենք Հայաստանը, գալիս ենք ձեր մոտ։ Այնքան մեծ բավականություն։ Իսկ դու մասնագիտությունդ ո՞րն է։ Իմն էլ ընդհանրապես կապ չունի թե բիզնեսի հետ, թե խոհարարության հետ, միջազգային հարաբերությունները իմ կրթությունը։ Բայց երբ որ եղավ տուն լամաջոն, Պապան միշտ ասում էր ինձ ու եղբորս սովորեք պատրաստել լամաջոն։ Այդ ժամանակ փոքր ես, դեռահաս տարիքում ես, դե լավ, պապ, ինչի սա պետք, հա։ Դա է ձեր ապագան։ Չէ, չի ասա երբևէ, ասլա դա արհեստ է, դա մասնագիտություն է, ունեցի։ Ճիշտ, ինչա քեզ խանգարելու։ Չենք հասկանում իհարկե այդ ժամանակ, բայց ահա ես էլ գամ սովորեմ սիրով։ Ու ես ընթացքում այնտեղի մեր խոհարարների հետ սկսեցի սովորել լամաջո պատրաստել։ Իրանք ասում են ինձ մի հատ սովորացրեք ոնց եք անում։ Դե ամբողջ օր ընդեղի դպրոցից այնտեղ օրս ընդեղ էր անցնում, որ հիմա իմ երեխաներին, հա։ Անդհատ որ նայում ես, նախ աչքդ արդեն ոնց որ սովորի, չէ։ Հետո պրակտիկ տարբերակով եկավ այն պահը, որ արդեն մենք պետք է անենք։ Ես ունեի մտավախություն։ Արդյոք կստացվի թե ոչ։ Իսկ առաջին անգամից ստացվեց, թե փորձեցիք։ Չէ, առաջին անգամ դեռ տանն էինք, երբ որ դեռ չկար միտքը, տանը պատրաստում էի, բայց դե մի հատ, երկու հատ ու մաքսիմում 10 հատ ընտանիքի անդամների համար դա նույնը չի, ինչ որ դու մտածում ես, կարող է շատ քանակություն լինի, հա։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։
Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Orders.co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Իսկ օրական ներողություն ամենաշատ վաճառված քանակը ո՞րն է եղել։ Որ դեռ չենք բացվել, օրը 100-ից ավել լահմաջո պատրաստեցինք, ես ու ամուսինս։ Մի րոպե, փորձնական։ Հա, ուղղակի մարդիկ որ գալիս էին, մենք իրանց հյուրասիրում էինք։ Հասկացա, այդ մի ամիսը։ Հա, մի օրվա մեջ, հետո մեկ եկավ, ասաց ուզում եմ Նյու Յորք տանեմ 100-ից ավել։ Լուրջ ստեղից Նյու Յորք։ Okay, ու ասում են եկեք Նյու Յորքում բացվեք, ստեղ Նյու Յորքում չկա։ Մերի, բացի լահմաջոյից իհարկե, որը ձեր այցեքարտն է, ո՞րն է ամենասիրելի ճաշատեսակդ եւ որով ես հպարտանում։ Դեսերտներից կասեմ շոկմանժեն, որտեվ դա իմ ամենասիրելին է ու իմ բաղադրատոմսով ենք սկսել։ Ահա։ Ու շատերի կողմից սիրվել է։ Այդ այնքան հաճելի է, որ ինչ-որ բան դու ես քեզանից ես անում։ Այդ տարաների մեջ լցրած անցավորը չհաջողվեց ուտել, կփորձեմ։ Այս անգամ, այո։ Ու գալիս են Ամերիկայում, որ այսքան բազմազան է, չէ, նույն քաղցրավենիքները, հենց նույն ամերիկացիները շատ սիրում են ու մեծ քանակներով տանում են իրենց հետ։ Այնքան ուրախանում եմ այդ իսկ ճաշատեսակներից շատ սիրում եմ սպասը, բայց իշլիքյուֆթև։ Այ դա էլ կփորձեի սիրով, բայց առանց իշլիքյուֆթա։ Հա։ Իսկ այսուրս էլ է պատրաստում, բայց ես սիրում եմ առանց։ Հա, ես համ սպաստ եմ սիրում, համ իշլիքյուֆթան, ու դա էլ իմ առաջարկը եղավ, որ միասին անենք ու էլի շատ սիրում եմ։ Իսկ որտեղից իմացար դրա մասին։ Օրինակ ես այստեղ եմ տեսել։ Հա, չէ, ես այստեղ եմ իմացել, որ կարող ես իրար հետ սարքել։ Երբ որ հղի էի, միայն դա էի ուտում։ Հայաստանում մի հատ շատ համով ձեռքերով նորից պատրաստված, մեր մոտ դեռ չկար։ Ես ուրիշ տեղ էի ուտում։ Հիմա Հայաստանում կա ձեզ մոտ այդ։ Կարծում այո կա։ Հիմա ուղղակի այնքան արագ է մեր մոտ փոխվում, թե մենյուն, թե ինտերիերս էս չեմ հասցնում ըստեղից։ Հա։ Մի բան, որ դու ինքդ այստեղ սկսելուց ավելի լավ կարող ես անել, որ չես արել, եւ մի բան, որ ամենալավն ես արել։ Ամենալավը այն, որ ինչ ունեմ իմ մանկությունից, իմ ընտանիքից, ես դա բերել եմ այստեղ, որ մարդիկ իրանց զգում են Հայաստանում։ Դա քեզ ինչ է տալիս։ Որ ես գիտեմ ինչ է այդ կարոտը, հա, այդ ապրումները, ու որ ես մի քիչ մխիթարվում եմ, որ ես գիտեմ դիմացինս էլ է մխիթարվում ու անկեղծ, իրոք որ մարդիկ որ անկեղծ ասում են, այդ չգիտեմ, մի հատ ուժ է տալիս։ Ուժ, հույս, այո, շատ ճիշտ նշեցիք, հույս։ Իսկ ամենավատը երեխաներիս հարցում, որ ավելի քիչ եմ իրանց տալիս այն ինչ որ պետքա տայի, բայց ինձ թվում է յուրաքանչյուր ծնող միշտ տենց է, չեմ մտածում։ Մենք այո, միշտ այդ մեղքի զգացողությունը եւ ծնողի եւ երեխայի հանդեպ ունենք։ Այո։ Մերի ինչ կավելացնես եւ ինչ կմաղթես խորհրդի կարգով իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր հիմա քո կարգավիճակում են։ Այդ որ պիտի գան տուն լահմաջո, այդ չի քննարկվում։ Բայց բիզնես առումով, բիզնես մտածելակերպի առումով արժե այստեղ սկսել բիզնես եւ որն է հաջողության ձեր գաղտնիքը, այսպես ասած։ Սերը ու ընտանիքը։ Այդ շատ մեծ, հա, ուժ է։ Երբ որ քո կողքին կանգնած է մամադ, պապադ, ամուսինդ, եղբայրդ, հա, գիտես միայնակ չես։ Սխալ կլինես, ճիշտ կլինես, միշտ քո կողքին կանգնած են իրանք, հա։ Սկսել միանշանակ սկսել։ Ես սկզբում շատ էի վախենում, վայ, ոնց կլինի երեխաներս, ես մի քիչ այդպես մամա եմ, ոնց կհասցնեմ, պետքա ուտեն ճիշտ ժամի եւ այլն։ Ինձ իմ ընկերուհիներից մեկը, ով նույնպես բիզնեսը սկսեց, ինձ խորհուրդ տվեց, ասաց չմտածես, լավ է լինելու սկսեք։ Կողքից որ այդպես ասում են, հա, ոգևորվեցի ու հիմա իրանց շատ շնորհակալ եմ, որ ինձ ոգևորել են
ես էլ եմ խորհուրդ տալիս անպայման թող սկսեն։ Եթե սիրում եք, եթե դա ձերն է, միանշանակ կլինեն թղթաբանություն, դժվարություններ, ժամանակ, ստեղ այո, դժվար է, չէ՞, ինչ որ մի բան սկսել եք, սկիզբը ավելի դժվար է, բայց եթե սիրում եք, եթե կարծում եք, որ դա ձերն է, ուրեմն անպայման պետք է անել։ Իսկ ծնողներդ երբ են գալու ապագայում, կա արդեն պլանների մեջ։ Հուսով եմ, շատ սպասումներ ունեմ, որ իմ ծնունդին կգան։ Միգուցե եթերից հետո որոշենք, չգիտեմ։ Երբ է ծնունդդ։ Հոկտեմբերի։ Շատ կարճ ժամանակ է մնացել, բայց ես հույսեր ունեմ դեռ։ Միշտ երեխեքին եմ ասում, անդադ նայեք, տեսեք, չեք կարոտել, եկեք որ գոնե երեխեքով է։ Բայց թաքցում եմ, որ ես եմ ավելի շատ կարոտել, բայց ասում երեխեքն են կարոտել։ Իսկ եղբայրդ էստեղ է, քեզ հետ է։ Չէ, բայց ինքն էլ գնում գալիս է, այնտեղ արդեն ինքը պապային հավասար իրար հետ միասին արդեն շատ մեծ մասշտաբների է, միայնակ պապան արդեն։ Իսկ երբ պապան քեզ տեսավ, որ դու լահմաջու ես սարքում, այդ մի ինչ արեց։ Այստեղ։ Երբ որ տենց գալիս են, պատվերները գալիս են, ես պատրաստում եմ, բայց կողքի հայացքով տեսնում եմ, որ պապան նայում է, թե լարված ես չի ավելի լինում։ Ու մեկ է պապան ասաց, մեզ շատ լավ է ստացվում։ Ասացի, հեն։ Առհասարակ մեզ այտենց շատ այտենց էր, չէ՞, մեր ժամանակ շատ չէին գովում։ Ու որ պապան ասեց, մեզ շատ լավ է։ Ոյ, այդ մի հատ ամենակարևոր կարծիքն է քեզ համար։ Կարևորներից, այո։ Հայրդ, մայրդ, իմ ընտանիքի անդամներ, իրանք մի հատ են իմ համար, ոչ մեկին չեմ կարող առանձնացնել։ Մեր զրույցի գաղափարախոսությունը թերևս ընտանիքն էր։ Ձերոնց ինչ կասես այնտեղ։ Առաջինը մերոնց շնորհակալություն, որ այսօր ես կամ այն ինչ որ կամ, այդ իրանց տարիների արդյունքն է, իրանց դաստիարակությունը, ու հիմա նույնը որ կարողանում եմ ես իմ երեխեքին փոխանցեմ, այդ ամեն ինչը իրանց շնորհիվ է։ Ես միշտ իմ հյուրերին վերջում ասում եմ, որ մաղթում եմ, որ այն ամեն ինչ էստեղ եք անում, Հայաստանում անեք, ձեր դեպքում դա չեմ մաղթելու, ընդհանրապես կմաղթեմ, որպեսզի ընդլայնվեք, իսկ մեզ դիտողներին նախ հիշեցնեմ, որ եթե չեք դիտել մեր ծրագիրը, YouTube-յան տարբերակով կարող եք նաև դիտել, նախորդները եթե չեք հասցրել դիտել, ապա անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որն է Menu AM USA, եւ մնացեք բարյավ, կհանդիպենք։